Մի քննչական կոմիտեինն է, մի հատ ինքը շատ վատ բան անում, ստորություն է անում, հասկանում եք, մտնես մարդու անձնական կյանքի դաշտ, ու ինչ որ չգիտեմ ինչեր տարածես, վերջում պարզվի սուտ է, բայց մարդկանց ընկալման մեջ դա այդպես կմտնի։ Այն որ ասում եք վենդետա, այդ Կորսիկայում ու Սիցիլիայում է դա կիրառված եղել, բայց վենդետան շարունակվել է սերնդե-սերունդ։ Մի ինչն է ձեր նպատակը, որ սերնդե-սերունդ վրեժ լուծեն իրար, մարդիկ իրար սպանեն ու մնացածն անեն։ Չեմ կարողանում պրոստ հասկանալ։ Քննչական կոմիտեի նախագահան այդ դրանից հետո պիտի դիումը գրեր թողներ գնար։ Ինչ է նշանակում օրինակի համար մտնել այդ դաշտ։ Ինչ է նշանակում Էմմա Ծառուկյան կամ մյուսը, չի կարելի ժողովուրդ։ Չի կարելի ուղակի։ Կա բարոյականության մի սահման, որ չպետք է խախտվի։ Ասում եք բարեկիրթ։ Բարեկիրթ լինելը ժողովուրդ մենակ ստեղ կամ չի վերաբերվում падգամավորին կամ մյուսին, բարեկիրթ ընդհանուր պետությունն ու համակարգը, պետական համակարգը պետք է լինի։ Իսկ ձեր մոտ այսօր չեմ նկատում, որ պիտի համատարած ամեն падգամավորը ԿՊ-ական որ գար, դատապարտեր քննչական կոմիտեի այդ տարածած նյութը։ Իմ բերած փաստարկներին հակափաստարկ չունեք։ Եվ որպեսզի հակափաստարկները չներկայացնեք, առարկայական, հիմնավոր, ասում եմ կոռուպցիան մտելա պոզով պոչով կենթանին, մտելա ձեր կուսակցության այդ շենքի ներսը ու դուրս չի գալիս։ Քաղաքապետան այնքան բան ունեմ հատիկ առ հատիկ, փաստերը ուղղակի, ասեմ գիտեք ինչ կա, այս ուժային կառույցի փոխնախարարի կամ զամի քրոջ տղեն սաղ Երևանի այգիների հերն օրինակի համար անիծել է։ Էդի ո՞նց եք նայում, մեկը վատա սարքել, երկրորդը վատա ծախսել, երրորդը ուտեն այնքան եմ օրինակ բերելու։ Դուք քանի որ փաստարկներ չունեք, մտնում եք ինչ-որ անձնական դաշտ։ Մանվել Գրիգորյանի դաշտը։ Ինձ հետաքրքիր է, ավարտվեց թե չէ, ամեն անգամ Մանվել Գրիգորյանի անունը տալուց հիշեք, որ իր մահի մեջ դուք մեղավորություն ունեք։ Իսկ եթե հակափաստարկ ունեք, գնաք Եվրոդատարանին կասեք, ինչի համար ես գրել, որ իր կյանքի իրավունքը մենք խախտել ենք։ Իմ մոտ տպավորությունն էր, որ քննչական կոմիտեի տարած հաղորդագրությունը մի նպատակ ուներ, որ այդ օրը հմեկով ցույց տային Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում այդ խցում ինքը տեսներ այդ հաղորդագրությունը։ Մի նպատակ, ուրիշ նպատակ չուներ էդի։ Ու կրկնվում այս բոլորը կրկնվում է, սկզբից փորձում եք մարդու հեղինակությունը, մարդու ընտանիքի հեղինակությունը ոչնչացնել, հետո մարդուն։ Այդ կարմիր գիծը մի խախտեք։